4-րդ կարգի է, եւ ըստ մասնագետների դա ավելի շատ գործածվում է անասնակետ, այո, այսպես պատրաստելու հարցում, բայց հիշում ենք դա ինչպես աղմուկով էր իշխանությունը դա հարուցում, այսպես ասած, մոտավորապես որ մենք սոված ենք, հեսա ցորենը հասնում է, որ մենք սոված չունենք։ Բնավ ինչու է այս կարգի ցորեն ուղարկում Ղազախստանը, եթե դա էլ է մեզ Տեսեք, այդ առումով չեմ կարող գնահատականներ տամ, թե ինչով է պայմանավորված այդ կարգի ցորենի ներմուծումը Հայաստան, բայց մի քանի կարևոր շեշտադրումներ կա, որ մենք պետք է հասկանանք։ Նախ առաջին հերթին ցորենի ոչ միայն որակը, այլ նաև դրա արժեքն է կարևոր։ Այսինքն ինչ արժեք է նստում նույն ղազախական ցորենի Հայաստան գալը։ Մենք հարցումներ ենք պատրաստել եւ պատրաստվում ենք այդ հարցումները ուղարկել պատկան մարմիններին, ես շատ փակագծեր չեմ ուզում բացել, հասկանալու համար ինքնարժեքը ինչքան է նստում դրա։ Որովհետեւ բավականին Տեսեք, ցորենը, որ արդեն վագոններով գալիս է, այդ ցորենի որ վագոնները հետ պիտի ուղարկվեն, չէ՞, եթե այդ ցորենի վագոնները դատարկ են հետ ուղարկվում, սա ինքնարժեքի վրա լրացուցիչ ավելանում է ինքնարժեքը։ Երկրորդը, տեսեք, այդ բեռները չեն եկել Հայաստանի Հանրապետության տարածք, եկել են Վրաստանի տարածքով։ Այսինքն Վրաստանը որպես տարանցիկ երկիր պիտի հարկեր վճարեն։ Այսինքն գնագոյացումը շատ կարևոր է, այդ գնագոյացումը ինչքան է։ Եվ առաջիկայում մենք կպարզենք, թե իրականում այդ մեկ անգամյա եկած ցորենի իրական պատճառները որն են։ Եւ կա Հիմա գանք որակի, դա այդ ցորենը պիտի նախ պարզաբանումները մտցվեն, թե այդ ցորենը իրականում անասնակեր ցորենը, ասում են 4-րդ կարգի է, դա պիտի լրացուցիչ պարզաբանումներ մտցնեն։ Այսինքն կարևոր հանգամանքներ կա, որ պիտի պարզաբանեն, ոչ թե PR ակցիա անեն, ասեն այլևս վերջ, դրանով ճանապարհները ապաշրջափակվում են, Հայաստանը արդեն այլ ընտրանքներ ունի եւ այլը։ Դե ոնց է ապաշրջափակում, այսինքն այդ տրամաբանությամբ էլի ապաշրջափակում չի։ Ապաշրջափակումը կլներ հետևյալը, երբ որ կապ չունի ցորեն կամ այլ բեռներ, գար օրինակ Իջևան կայարան։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ sense ուրճացվում է, ասում եմ, գիտեք ինչ, այդ գծերի հետ կապված, երկաթ գծերի հետ կապված, Ղազախ կայարանից, սահմանից մինչև Իջևան կայարան 10 կիլոմետր է։ Այսինքն ընդամենը 10 կիլոմետր հատվածի հետ կապված է, որի ռեյսերը կան, ընդամենը ընթացիկ աշխատանքներ կան, որ այդ աշխատանքները տանելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է, որ այդ վագոնները գան եւ Իջևան կայարանում բեռնաթափվեն։ Կներեք, մի հատ կարևոր բան կասեմ։ Եվ այս պարագայում մենք կարող ենք ասել, որ որոշակի առումով արդյունավետ է եւ ապաշրջափակման տարեր կան, բայց եթե այդ ապրանքները գալիս են եւ Վրաստանով անցնում են, սա բավականին ուրճացված է, եթե մեղմ ասեմ ուրճացված է, իրականում դա մեզ ոչ մի Այո, եւ ծախսատար, այսինքն պիտի հաշվի, թե այդ ցորենի ինքնարժեքը ինչ անցնում։ Հիմա ես տարբեր տնտեսվարողների հետ խոսել եմ, այդ տնտեսվարողները հետեւյալ բան են ասում։ Հիմա մենք այդ ապրանքները ստանում ենք ֆուրերի միջոցով, էլի, այսինքն տրանսպորտային միջոցով ենք ստանում եւ այդ տրանսպորտային միջոցով, որ ապրանքները գալիս են, բավականին մրցակցությունը շատ ամրցակցություն է այդ դաշտում եւ այդ ծառայություններ մատուցող կազմակերպությունները այդ մրցակցային մեծ դաշտը որ կա իրենք անընդհատ գինը նվազեցնում են որ իրենք կարողանան այս շուկայում մրցակցել եւ այս առումով ես խնդիրներ չեմ տեսնում էլի որ ասենք ինչ որ առումով խոչընդոտ հանդիսանա կամ եւ այլն